Եթերում ապդեյթ լրատվականն է, բարի երեկո։ Եվ այսպես սահմանին գրակոծներ հնչում են, բայց թիրախային չեն, զինված ուժերի գլխավոր շտաբի պետն է հայտարարել։ Էդվարդ Ասերյանի գնահատմամբ սահմանային իրադրությունը հարաբերական կայուն է։ Դիտարկմանը, որ Ադրբեջանը պատճառաբանում է, թե իրենք չեն, Էդվարդ Ասերյանը պատասխանել է, որ չնայած Ադրբեջանն ասում է իրենք չեն կրակում, բայց իրենք են, իսկ նպատակը միանշանակ մեր զինծառայողների սահմանային բնակչության վրա հոգեբանական ճնշում գործադրելն է, բայց փաստն այն է, որ մենք դրան ուշադրություն չենք դարձնում, շարունակում ենք մեր բնականոն ծառայությունը, ասել է Ասերյանը։ Սահմանային իրադրությունը ես գնահատում եմ հարաբերական կայուն, այո, կարակոսներ հնչում են, բայց դրանք նպատակային չեն, թիրախային չեն, այն կարակոսները, որոնք կոնկրետ թիրախավորում են, դրա մասով մեր պաշտոնական լրահոսը գերատեսչության ինքը տեղեկատվություն տալիս է։ Ինչ նպատակը չէ, պաշտպանության նախարարն ասեց, վերջի կրակոցը Ադրբեջանը պատճառաբանել է, որ ինքը չէ, ով է։ Միանշանակ ադրբեջանական կողմը կպատճառաբանի, որ ինքը չէ, բայց իրականում իրենք են, այո։ Իսկ նպատակները, որ տալիս եք նպատակներ, ու առաջին կարակող կողմը ավելի լավ կիմանա իր նպատակները։ Իսկ մեր անում եք, պարոն Ասերյան։ Որ կավարտեմ։ Իսկ մեր գնահատականով նպատակները միանշանակ, եթե հակառակ կողմից կարակոսներ են արձակում, դրանք եւ մեր զինծառայողների վրա հոգեբանական ճնշում գործադրելու, սահմանային բնակչության վրա նույնպես ճնշում գործադրելու, բայց փաստն այն է, որ մենք դրան ուշադրություն չենք դարձնում, շարունակում ենք մեր բնականոն ծառայությունը եւ իրադրություն հարաբերական Հայաստանի եւ Ադրբեջանի անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչները հանդիպել են։ Կողմերն անդրադարձել են հակամարտության ընթացքում անհետ կորածների ճակատագրի պարզաբանման առնչվող հումանիտար հարցերին։ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ դիտարկվել են տեղեկության փոխանակման, որոնողական աշխատանքների կազմակերպման եւ համակարգման հնարավորությունները։ Կողմերը շեշտել են հումանիտար ոլորտում շարունակական երկխոսության կարեւորությունն ու վերահաստատել պատրաստակամությունը շարունակելու շփումները իշահ անհետ կորածների ընտանիքների։ Խորհրդարանում 2024 թվականի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախնական քննարկումներն են սկսվել։ Առաջինը ելույթ է ունեցել վարչապետը։ 2024 թվականի բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 579 միլիարդ 200 միլիոն դրամ, ինչը նշանակում է, որ մենք բոլորս մեր աշխատանքով այսքան գումար ենք տվել, բերել, փոխանցել պետական բյուջե, որը մեր երկրի ընտանեկան բյուջեն է, ասել է Նիկոլ Փաշինյանը։ Այս թիվն արտահայտում է մեր բոլորի աշխատանքի արդյունքը։ Վարչապետ, կառավարություն, ազգային ժողով, կառավարությանը ենթակա մարմիններ, բայց նաև քաղաքացիներ։ Խոսքը բոլոր առանց բացառության քաղաքացիների մասին է։ 2024-ին նրանց մի մասն աշխատել է, մյուս մասը չի աշխատել, հայտարարել է վարչապետը։ Գրանցված աշխատավարձի ֆոնդը 2025 թվականի ապրիլին 2018 թվականի ապրիլի նկատմամբ աճել է 153%-ով։ Սա տարբերությունն է պետության եւ չպետության միջև, ասել է Նիկոլ Փաշինյանն ու թվեր ներկայացրել։ Բոլոր աշխատողների աշխատավարձի համապատասխան ֆոնդը կազմել է 238 միլիարդ 975 միլիոն դրամ։ Սա բոլոր աշխատողների գրանցված աշխատավարձն է եւ այս թիվը 2025 թվականի ապրիլին 2018 թվականի ապրիլի նկատմամբ աճել է 144 միլիարդ դրամով կամ 153%-ով։ Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցված աշխատավարձային ֆոնդը կրկնապատկվել է 2.5 անգամ, ավելացել է 2018 թվականի համեմատ։ Փաշինյանը նաև իր որակմամբ աղմկոտ հայտարարություն է արել։ Սա իհարկե չի նշանակում, որ մարդիկ Հայաստանում գոհ են իրենց կյանքից։ Նախ այս ասածս վերաբերվում է աշխատող մարդկանց, բայց մյուս կողմից տեսնում ենք, որ մենք մեզ տեսանելի աշխատող մարդկանց թիվը էականորեն ավելացել է։ Երկրորդն էլ մարդիկ ինչու կարող են գոհ չլինել իրենց կյանքից։ Մի շատ պարզ, հասկանալի եւ լեգիտիմ պատճառով, որովհետեւ մարդիկ ուզում են ավելի լավ ապրել եւ ուզում են ավելի լավ ապրել ինչու, որովհետեւ տեսնում է, այսօրվա Հայաստանում տեսնում է, որ ավելի լավ ապրելը հնարավոր է։ Ավելի լավ ապրելը հնարավոր, որ այնքան չի լավացել, որ մենք գոհ լինենք այդ լավացման աստիճանից։ Եվ հետևաբար
մեր խնդիրը ոչ միայն այս թվամբանության աճը ապահովելն է, այլև գոհունակություն ապահովելն է, որը շատ մասշտաբային խնդիր է, որին ավելի ուշ կանդրադառնա։ Բայց ուզում եմ ընդգծել նաև մի փոքր առաջ անցնելով, որ այդ գոհունակության ընկալումը շատ ուղիղ կապ ունի պետական բյուջեի մեր ընկալումների հետ։ Այսինքն ապրելուց, կյանքից գոհ լինելը կապ ունի պետական բյուջեի մեր ընկալումների եւ պետական բյուջեի հետ։ Բայց մինչ այդ մեկ ուրիշ թիվ էլ մեջբերեմ։ 2025 թվականի ապրիլի ընդհանուր բոլոր աշխատողների աշխատավարձի ֆոնդը համախառն կազմել է 238 միլիարդ 975 միլիոն դրամ։ 2025 թվականի ապրիլի 238 միլիարդ 975 միլիոն դրամ։ 2018 թվականի ապրիլին, խնդրում եմ թվերին ուշադրություն դարձրեք, 94 միլիարդ 206 միլիոն դրամ։ Սա, կրկնում եմ, բոլոր աշխատողների, բոլոր գրանցված աշխատավարձն է, եւ այս թիվը 2025 թվականի ապրիլին, 2018 թվականի ապրիլի նկատմամբ աճել է 144 միլիարդ դրամով, կամ խնդրում եմ ուշադրություն, 153%-ով։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունում գրանցված աշխատավարձային ֆոնդը 2025 թվականի ապրիլի դրությամբ ավելի քան կրկնապատկվել է 2.5 անգամ ավելացել է 2018 թվականի ապրիլի համեմատ։ Այս թիվը դժվար է նույնիսկ մեկնաբանել։ Ես օրինակ մտածում եմ ինչ մեկնաբանեմ, ինչ մեկնաբանություն տամ ես այս թվին, այս տարբերությունը շատի ու քչի մասին չի ամենևին, որովհետև սա մի դեպք չի, որ ասենք տեսեք այն ժամանակ քիչ է եղել, հիմա շատ է։ Սա տարբերությունը պետության եւ չպետության միջև։ Մենք չենք կարող այս թվերը համեմատել, ասել գիտեք, տեսեք թիվը այն ժամանակ ինչքան քիչ է եղել, հիմա ինչքան շատ է, որովհետև սա այդ կատեգորիայի եւ այդ հարթության մասին չի։ Սա պետության ու չպետության մասին է։ Վերադառնալով 238 միլիարդ 975 միլիոն դրամ աշխատավարձի ֆոնդին, չեմ ժխտի, որ այստեղ մտնում են թե այն մարդկանց աշխատավարձերը, ովքեր ստանում են 3-ից 4 միլիոն կամ նույնիսկ ավել աշխատավարձ, թե այն մարդկանց աշխատավարձերը, ովքեր ստանում են 80,000 դրամ աշխատավարձ։ Նաև նրանցը, ովքեր աշխատում են կես կամ 1/4 դրույթով եւ ստանում են ասենք ավելի քիչ։ Այսինքն այս բոլոր աշխատավարձերի հարագումարն է։ Եվ այս կապակցությամբ պիտի անեմ մի հայտարարություն, որը չեմ բացառում, որ կդառնա, ինչպես ասում են, աղմկոտ։ Իսկ հայտարարությունը հետևյալն է. բարձր աշխատավարձ հիմնականում մոտավորապես հայտարարությունը հետևյալն է. բարձր աշխատավարձ հիմնականում 80-90%-ով ստանում են նրանք, ովքեր մրցունակ կրթություն են ստացել։ Ցածր աշխատավարձ մոտավորապես 80-90%-ով ստանում են նրանք, ովքեր չեն ստացել մրցունակ կրթություն։ Ինչու եմ ասում 80-90 եւ ոչ 100%, որովհետեւ մեծ է հավանականությունը կամ կա հավանականություն, որ 10-20%-ը կարող են բարձր աշխատավարձ ստանալ ոչ թե կրթության, այլ ուրիշ գործոնների հաշվին։ Եվ 10-20%-ը կարող են ցածր աշխատավարձ ստանալ ոչ թե ոչ մրցունակ կրթության, այլ ուրիշ գործոնների պատճառով։ Ներառյալ անարդարությունը, կարգավորումները եւ այլն եւ այդպես շարունակ։ Բայց ես որևէ կերպ հնարավոր չեմ համարում, որ այդ շեղումը ավելին լինի 10, մաքսիմում 20%-ից։ Եվ հետևաբար ուզում եմ ընդգծել 80-90%-ով բարձր աշխատավարձ ստանում են նրանք, ովքեր ստացել են մրցունակ կրթություն, եւ 80-90%-ով ցածր աշխատավարձ ստանում են նրանք, ովքեր չեն ստացել մրցունակ կրթություն։
Առողջ ապրելակերպը նույնպես պետբյուջեի կոնկրետ ծախսային տող է, սկսած մեր դպրոցներում և մեր համայնքներում արձական ենթակառուցվածքներից, որոնք ստեղծվում են պետական բյուջեի միջոցների, ներառյալ սուբվենցիոն և ոչ սուբվենցիոն ծրագրերով։ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ քաղաքացիների ընկալումն առողջ ապրելակերպի նկատմամբ մեծացնելու համար հանրահռչակման ծրագրեր են իրականացվում, այդ թվում իր կողմից հեծանիվ վարելու մղումը որոշակի բյուջետային ծրագրի իրականացում է, ցույց տալու, որ դա ամոթ չէ։ Իմ կողմից հեծանիվ վարելու մղումը էտել է որոշակի բյուջետային ծրագրի իրականացում ցույց տալու համար, որ ամոթ չի, որ 49-50 տարեկան տղամարդը հեծանիվ քշի, ամոթ չի ուղղակի։ Կներեք, իմ կարծիքով ամոթ է, որ չքշի։ Պատմամշակութային հուշարձանների իր որակմամբ չուլանացման մասին վարչապետը խոսել է նաև ազգային ժողովում։ Փաշինյանն ընդգծել է, որ հոգևոր կյանքին հաղորդակցությունը նույնպես պետական բյուջեի ծախսային տող է և կառավարությունը պետք է խստի վերահսկողություն սահմանի, որպեսզի ոմանք հուշարձանները չուլան չդարձնեն, դա վիրավորում է մարդկանց հոգևոր զգացումները։ Պետք է կառավարությունը խստիվ վերահսկողություն սահմանի, որպեսզի, ինչպես արդեն առիթ ունեցել եմ ասելու, ոմանք այդ պատմամշակութային հուշարձանները չուլան չդարձնեն, որովհետև էլ եմ ասում, դա վիրավորում է մարդկանց հոգևոր զգացումները։ Քննարկումից հետո վարչապետը ազգային ժողովում ձեռքով հեռվից ողջունել է լրագրողներին, բայց չի պատասխանել հարցերին։ Նա արագ նստել է մեքենան ու հեռացել։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը Facebook-ում մեջբերել է Շիրակի թեմի առաջնորդի հայտարարությունն ու պատասխանել դրան։ Սա ակնհայտ է դարձնում, որ բարձրաստիճան հոգևոր դասի մի հատվածը չի հասկանում, որ հայ առաքելական եկեղեցին ժողովրդի եկեղեցին է։ Մեզնից յուրաքանչյուրի եկեղեցին, ժողովրդի սրբությունը մեզնից յուրաքանչյուրի սրբությունը, ժողովրդի հոգու տունը մեզնից յուրաքանչյուրի հոգու տունը։ Իսկ դուք պղծում եք այդ տունը կուսակրոնության ուխտը խախտելով, բայց ոչ միայն դրանով։ Կուսակրոնության ուխտը խախտած հոգևորականները չեն կարող շարունակել իրենց հոգևոր ծառայությունը։ Նրանք պետք է ազատեն մեր հոգու տունը, գրել է վարչապետը։ Ինչպես և կանխատեսվում էր, ամենաքննարկվողը հոգևոր և աշխարհիկ ներկայացուցիչների հեռակա բանավեճն էր։ Ֆինանսների նախարարից լրագրողները հետաքրքրվել են Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումներից և հարցրել, արդյոք դա կոռեկտ է համարում Վահե Հովհաննիսյանը։ Նա ասել է, որ վարչապետն ազատ է գրառումներում, իսկ հարցին, թե իրավապահներն ինչպես պետք է զբաղվեն վեհափարի ու այլ հոգևորականների կուսակրոնության խախտման հարցով, նախարարը չի պատասխանել։ Ես արդեն գրառում եմ արել դրա վերաբերյալ, իմ մեկնաբանությունը դա է։ Ինչն է ձեր մեկնաբանությունը, որ պետք է պարզվի, ովքեր են խախտել։ Չէ, ես ընդհանրապես ասում եմ, որ եթե ինչ-որ մարդիկ ստանձնել են հոգևոր առաջնորդություն, այսինքն իրանք պետք է որոշակի նաև ստանդարտների հետևեն, որոնք սահմանված են։ Ինչպես ամեն մեկի համար, որ իր գործառույթից ելնելով այն ինչ որ ինքը ստանձնել է, ենթադրում է որոշակի կանոններ եւ այստեղ էլ կանոնները, որոնք սահմանված են, պետք է պահպանվեն։ Իսկ իշխանության 7-րդ տարում այդ հարցի հրատապությունը ո՞նց առաջացավ։ Այդ չեմ կարող ասել։ Բայց դուք եք օրակարգը ստեղծել, ո՞նց չեք կարող ասել։ Դուք նկատի ունեմ ձեր թիմը, ձեր քաղաքականությունը։ Դե հիմա այդ հարցը քննարկվում է ինչ որ մի ձևով։ 7 տարի ինչու այդ հարցը չէր բարձրաձայնվում, մեկ էլ հիշեցիք, որ կարելի է այս թեմային անդրադառնալ։ Ճիշտ ասած, այդ թեման իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում չի եւ երբ որ այդ հարցը ի հայտ եկավ, ես այդ հարցին անդրադարձա։ Ձեզ համար որքանով է կոռեկտ, որ Նիկոլ Փաշինյանը գրառում է անում, օրինակ, ինչ որ X սրբազանի եւ նրա ազգականի քերակնոջը կենակցելու վերաբերյալ։ Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ազատ է իր սոցիալական ցանցերում գրելու այն, ինչ որ ինքը նպատակահարմար է գտնում։ Տարածքային կառավարման նախարարն էլ որպես հայ քրիստոնյա կարծում է, որ վարդապետների կուսակրոնության հարցը միայն իրենց չի վերաբերում։ Եթե կուսակրոնությունը եկեղեցուն որոշակի պաշտոնից վերև պարտադիր պայման է, այո, պիտի այդտեղ հնչի հրապարակային պատասխան եւ իմիջայլոց այդ պայմանն իշխանությունները չեն բերել։ Այդ պայմանը դարերով ավանդույթներով փոխանցված պայման է եւ հարցն ընդհանրեն այդ կոնտեքստում է, ասել է Դավիթ Խուդատյանը։ Հարցին կաթողիկոսի հնարավոր զավակ ունենալու հանգամանքն է ավելի շատ վնաս հասցրել հայոց պետականությանը, թե օրինակ քաղաքացիական պայմանագիրն իր իշխանությամբ, Խուդատյանն ասել է, որ իրենք ամեն ինչ անում են հայոց պետականությունն ամրացնելու համար։ Հրապարակային հարց է հնչել
եկեղեցական գլխավոր կարգերից եւ պայմաններից մեկի մասով եւ կարծում եմ պիտի հրապարակային պատասխան լինի։ Այդ հարցին չի պետք է պատասխան լինի, ինձ կարող է կաթողիկոսական հարցին քեստել ձեր մասին եւ պատասխանատուն կանել։ Եթե ինձ որպես պետական պաշտոնյա հրապարակային հարց հնչի, օրինակ ես ներգրաված եմ կոռուպցիոն սխեմաների մեջ թե ոչ, ես հրապարակային պատասխան կտամ, որ ոչ։ Բայց դա իր անձնական կյանքն է, բարդությունը դրանում է։ Անձնական կյանք է, եթե խոսքը վերաբերվի աշխարհիկ կյանքով ապրող մարդուն, իսկ եթե հարցը պատասխանեմ, թույլ տվեք պատասխանեմ վարդապետների եւ եպիսկոպոսների եւ արքեպիսկոպոսների համար կուսակրոնությունը անձնական կյանք չի, դա եկեղեցու գլխավոր պայմաններից է եւ դրանով են նաեւ տարանջատվում քահանաները օրինակ վարդապետերից, որովհետեւ պայմանն է այդպիսին եկեղեցու։ Հարցը հնչել է այդ կոնտեքստում եւ այդ կոնտեքստում, եթե ես լինեի եկեղեցու ներկայացուցիչների փոխարեն, կտայի հրապարակային պատասխան։ Այնպես ինչպես ես ասում եմ, որպես պետական պաշտոնյա, եթե ինձ հարց ուղղվի օրինակ կոռուպցիոն այս կամ այն սխեմայի մեջ իմ ներգրավվածության մասին, ես չեմ խուսափի այդ պատասխանից եւ կտամ հրապարակային պատասխան։ Սա սովորական մարդուն վերաբերվող հարց չի, նորից եմ ուզում ասեմ, աշխարհիկ կյանքում ապրող մարդուն վերաբերվող հարց չի, եւ այո, եթե դա եկեղեցում կուսակրոնությունը որոշակի ուրեմն պաշտոնից վերև ինքը պարտադիր պայման է, այո, պիտի այդտեղ հնչի հրապարակային պատասխան։ Եվ իմիջիալոց այդ պայմանը իշխանությունները չեն բերել։ Այդ պայմանը դարերով ավանդույթներով փոխանցված պայման է եւ հարցը ընդամենը այդ կոնտեքստում։ Թեմային անդրադարձել է նաև ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ Նա ասել է, որ պատահական չեն հայհոյա խառը գրառումները կաթողիկոսի հասցեին։ Պատգամավորը կարծում է, որ Ադրբեջանի թելադրանքն է։ Ըստ էության դեռ ստորագրված չէ խաղաղության պայմանագիրը, բայց վարչապետը բանավոր կատարում է Ադրբեջանի պահանջները, ասել է Վարդանյանը։ Չի կարող Փաշիզադեի եւ Փաշինյանի հարձակումները ու թիրախավորումը Մայրաթորի նկատմամբ լինել պատահականություն, չի կարող դա ուղղակի համընկնում լինել։ Իրականության մեջ բազմաթիվ անգամներ այդ թվում եւ առաջին հերթին այն պատգամավորները, ովքեր առիթ ունեցել են ծանոթանալ Ադրբեջանի հետ քննարկվող փաստաթղթին, ահազանգել են, որ Հայաստանում տեղի է ունենում ապազգայնացման, դենացիոնալիզացիայի ծրագիր եւ Ադրբեջանի պահանջով այդ պայմանագրում ամրագրվել է կետ, որով պարտավորվել են ռևանշիզմի դեմ պայքար իրականացնել, ռևանշիզմը, որը Ադրբեջանն է համարում ռևանշիզմ, այսինքն բոլոր նրանց դեմ, ովքեր պայքարում են հայկական շահերի հայկական իրավունքների համար։ Այստեղ ես ուզում եմ կարևորել ու լրագրողական համայնքի ուշադրությունն էլ հրավիրել այն փաստի վրա, որ փաստացի պայմանագիրը, որը ձեռք են բերել, որը համաձայնեցրել են, ուժի մեջ է մտել առանց ստորագրման։ Մենք երկու դրվագով առնվազն դա տեսնում ենք եկեղեցու նկատմամբ այս արշավով ու թիրախավորումով, երկրորդ դրվագը կետ կար այդտեղ համաձայնեցված, հիշում եք Փաշինյանն էլ հայտարարեց այլևն էլ, որ երրորդ երկրի ուժեր չպիտի տեղակայվեն սահմանին, անցած տարի մեղրից դուրս բերեցին ռուսական զորքերը, այսինքն պայմանագիրը դեռ չեն ստորագրել, բայց պայմանագրի մեջ ամրագրված կետերը Փաշինյանը իրականացնում է։ Շարունակենք։ Ներքին գործերի նախարարը մեկնաբանել է ոստիկանության պետ ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանի պաշտոնանկությունը։ Արփինե Սարգսյանն ասել է, որ ոստիկանապետի փոփոխությունը համակարգի ընդհանուր կադրային փոփոխությունների բարեփոխումների համատեքստում է, եւ այս հարցում ինտրիգներ պետք չէ փնտրել։ Որևէ պաշտոնատար անձ հավերժ չէ, մի օր կարող է նշանակվել եւ հետագայում ազատվել պաշտոնից կամ ազատվելուց հետո կարող է զբաղեցնել մեկ այլ պաշտոն, ասել է նախարարը։ Կադրային փոփոխությունները նախարարության համակարգում բնական են, որոշակի ժամանակահատված հետո հատկապես, երբ որ անձը կոնկրետ պաշտոն է զբաղեցնում, տրամաբանական է, որ կարիք կա փոփոխության, եւ այս դեպքում եղել է հենց այդպիսի որոշում, այսինքն գնահատել ենք, որ կադրային փոփոխությունը այս պահին տվյալ պաշտոնի համար կարևոր կլինի, որպեսզի ոչ թե այն տրամաբանությունը նկատի ունենալով, որ ինչ-որ մի բան վատ է կամ չգիտեմ ինչ-որ մի բան չի գնահատվել կամ չի արժևորվել պարոն Հովհաննիսյանի աշխատանքը, բնավ ոչ,
Այլ հակառակ տրամաբանությունն է եղել, որ որոշակի ժամանակահատված հետո պաշտոնատար անձի փոփոխությունը կարող է դրական փոփոխություն նաև բերել որոշակի մոտեցումների հարցում, նոր շունչ հաղորդել աշխատանքներին, նոր մոտեցումներ ձևավորել, նոր մեթոդներ ձևավորել։ Սա հերթական փոփոխությունը կարող ենք դիտարկել։ Ես գնահատում եմ պարոն Հովհաննիսյանի աշխատանքը, բարձր գնահատականի արժանի աշխատանք է, որովհետև կյանքի մեծ մասը նվիրել է ոստիկանության համակարգին եւ սա որևէ ձևով անձնավորված ընդունել չի կարելի եւ ասեմ նաեւ որ այն բոլոր փաստարկները կամ այն բոլոր մտքերը, որոնք որ մամուլում տարածվում են, դրանք բոլորը բացարձակապես չեն հավաստիացել։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ միջազգային թեմաներին։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի հետ քննարկել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև հակամարտության դադարեցման ուղղված հարցերը, ինչպես նաեւ Սիրիայի թեման։ Հեռախոսազրույցի մասին հունիսի 3-ին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր խոսել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանի հետ, քննարկելու Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններին աջակցությունը դադարեցնելու արյունահեղությունը։ Պետքարտուղարը եւ արտգործնախարար Ֆիդանը նաեւ քննարկել են Սիրիան եւ այն քայլերը, որ Միացյալ Նահանգները ձեռնարկել է պատժամիջոցները չեղարկելու ուղղությամբ, նպաստելու, որ Սիրիան ընթանա դեպի կայունություն եւ դառնա իր հարևանների հետ խաղաղությամբ ապրող երկիր, ասվում է հաղորդագրությունում։ Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունիսի 3-ին հանդիպում են ունեցել Հռոմում քննարկելու ռուս-ուկրաինական հակամարտությունը եւ ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերը։ Կողմերի բանակցությունները տևել են 3 ժամ։ Երկու ղեկավարները պայմանավորվել են համատեղ աշխատել ավելի ուժեղ Եվրոպա ստեղծելու ուղղությամբ։ Հանդիպման արդյունքներով Ելիսեյան պալատի կողմից տարածված համատեղ հայտարարության մեջ կողմերը հայտնել են, որ Եվրոպան պետք է ամրապնդի իր պաշտպանական կարողությունները, հաշվի առնելով Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև հակամարտությունը։ Հանդիպման ընթացքում Մելոնին եւ Մակրոնը քննարկել են նաեւ անվտանգությանը վերաբերող այլ հարցեր, մասնավորապես իրավիճակը Մերձավոր Արևելքում եւ Լիբիայում։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով հունիսի 2-ից գտնվում է Չինաստանում, հանդիպում է ունեցել այդ երկրի նախագահ Սի Ցինփինի հետ։ Չինաստանի նախագահը հայտարարել է, որ Պեկինը մշտապես ռազմավարական նշանակություն է տալիս չին-բելարուսական հարաբերությունների զարգացմանը։ Չինաստանի նախագահը հավելել է, որ Պեկինը պատրաստ է աշխատել Մինսկի հետ, նպաստելու երկկողմ հարաբերությունների եւ փոխշահավետ համագործակցության կայուն եւ երկարաժամկետ զարգացմանը։ Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել Չինաստան այցելելու հրավերի համար եւ Սի Ցինփինին հրավիրել է այցելել Բելարուս։ Ըստ Բելարուսի նախագահի գրասենյակի, այցի շրջանակներում Լուկաշենկոն նաեւ այլ հանդիպումներ եւ բանակցություններ կանցկացնի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն դուր է գալիս Չինաստանի ղեկավար Սի Ցինփինը, բայց կարծում է, որ նրա հետ բանակցելը չափազանց դժվար է։ Այս մասին գրել է ԱՄՆ ղեկավարը իր սոցիալական ցանցում։ Հունիսի 1-ին Սպիտակ տան ազգային տնտեսական խորհրդի տնօրեն Քևին Հասեթը հայտնել էր, որ Թրամփի եւ Սի Ցինփինի զրույցը սպասվում է առաջիկա շաբաթվա ընթացքում։ Մայիսի 30-ին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ ակնկալում է հեռախոսազրույց ունենալ Չինաստանի առաջնորդի հետ, Վաշինգտոնի եւ Պեկինի միջև ծագած առևտրային տարաձայնությունները լուծելու նպատակով։ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ հունիսի 4-ին ժամանել է Փհենյան, որտեղ նա բանակցություններ է վարել Կիմ Չեն Ընի հետ։ Կողմերը քննարկել են միջազգային օրակարգի հարցեր, այդ թվում Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությունը, հաղորդել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունը։ Բացի այդ, հանդիպման ժամանակ քննարկվել են երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի առանձին կետեր։ Մամուլի ծառայությունը հավելել է, որ խոսվել է նաև Հյուսիսային Կորեայի բանակի այն մարտիկների հավերժացման մասին, որոնք մասնակցել են Ուկրաինայի զինված ուժերից Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզի ազատագրմանը։ Շոյգուի նախորդ այցը Փհենյան տեղի է ունեցել 2025 թվականի մարտի 21-ին։
Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար Իրանի հետ բանակցությունների ընթացքում Միացյալ Նահանգների կողմից առաջադրված պայմանները հակասում են Իսլամական Հանրապետության հիմնարար սկզբունքներին։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Օմանի միջնորդությամբ ընթացող միջուկային բանակցությունների դեպքում ԱՄՆ-ի բոլոր առաջարկները 100%-ով հակասում են այս սկզբունքներին, ասել է Խամենեին իր ելույթի ժամանակ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ միջուկային ծրագրի վերաբերյալ հնարավոր համաձայնագիրը կբացառի Իրանում ուրանի հարստացման ցանկացած գործունեություն։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը ուրանի հարստացման արգելքը որակել է կարմիր գիծ։ Կողմերի դիրքորոշումների տարբերության պատճառով ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլ կարող է տեղի չունենալ։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընտրությունների արդյունքում ընտրել է 5 երկրի որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ։ Նրանք հունվարին կսկսեն երկամյա պաշտոնավարումը։ 193 անդամից բաղկացած գլխավոր ասամբլեան գաղտնի քվեարկություն է անցկացրել 15 անդամից բաղկացած անվտանգության խորհրդի 5 տեղերի համար։ Արդյունքում Բահրեյնը ստացել է 186 ձայն, Կոնգոն 183 ձայն, Լիբերիան 181 ձայն, Կոլումբիան 180 ձայն եւ Լատվիան 178 ձայն։ Լատվիան առաջին անգամ է ընտրվում անվտանգության խորհրդում։ Կանադայում անտառային հրդեհները 3 նահանգների ավելի քան 27000 բնակչի ստիպել են լքել իրենց տները։ Կանադայում անտառային հրդեհներից առաջացած ծուխը անառողջ պայմաններ է ստեղծել ԱՄՆ-ի հյուսիսի կենտրոնական հատվածներում եւ հասել մինչեւ Եվրոպա։ Միացյալ Նահանգները հասել հիմնականում Կանադայի Մանիտոբայի նահանգում մոլեգնող հրդեհների ծուխը։ Նահանգի մայրաքաղաք Վինիպեգի հյուրանոցները հունիսի 2-ից բացվել են տարհանվածների համար։ Նախորդ շաբաթվանից ի վեր տարհանվել է Մանիտոբայի ավելի քան 17000 բնակիչ։ Հարևան Սասկաչևանի նահանգի Լարոնժ քաղաքի 2500 բնակիչների հունիսի 3-ին հրամայվել է տարհանվել, իսկ մինչ այդ նահանգի ավելի քան 8000 բնակիչ էր տարհանվել։ Անտառային հրդեհները մոլեգնում են նաև Ալբերտայի նահանգում։ Հարցնում է քաղաքացին հաղորդաշարը, երկխոսելու նոր հարթակ է Հայաստանի քաղաքացիների, Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների եւ գործադիր օրենսդիր մարմինների ներկայացուցիչների միջև, ավելին կառավարության տեսանյութում։ Ունեք մտահոգություն, առաջարկ կամ հրատապ լուծում պահանջող խնդիր, հարցնում է քաղաքացին հաղորդաշարը, նոր հարթակ է Հայաստանի քաղաքացիների, Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների եւ գործադիր օրենսդիր մարմինների ներկայացուցիչների միջև երկխոսելու առանց պայմանականությունների խոչընդոտների։ Նախաձեռնությունը շատ կարևոր է եւ յուրատեսակ է իր տեսակի մեջ, կամ բազմաթիվ խողովակներ, որոնց միջոցով մեր համակարգացիները կարողանում են դիմել համապատասխան գերատեսչություններ իրենց առաջարկների եւ մտահոգությունների մասով։ Սակայն այս նախաձեռնության հիմնական նպատակն այն է, որպեսզի քաղաքացին բավական ուղիղ կերպով տեսահարցի միջոցով ուղիղ դիմի ոլորտային պատասխանատուներին եւ ակնկալի իր հիմնախնդրի հրատապ լուծումը։ Հաղորդաշարի առաջին եթերում ուղիղ կապով քաղաքացիների տեսաձայնագրություններով նախապես ուղարկված հարցերն ու առաջարկները կրթության, գիտության, սպորտի, մշակույթի ոլորտի քաղաքականություն մշակող ու իրականացնող պաշտոնյաներին էին ուղղված։ Հայաստանի ամենատարբեր հասցեներից, նաև Եվրոպայից, ավագ դպրոցի աշակերտից մինչև դպրոցահասակ թոռնիկ ունեցող տատիկ հնարավորություն ունեցան կիսվել իրենց մտահոգություններով, ստանալ պատասխաններ, նոր սպասելիքներ ձևավորել։ Առաջին հաղորդմանը մենք ցավոք սրտի հնարավորություն ունեցանք անդրադառնալու ընդամենը 12 հարցի, բայց հաջորդիվ փորձենք էլ ավելի շատ հարցեր ներգրավել, բուն հաղորդման ընթացքում։ Իհարկե դա եւս պետք է հասկանանք, որ կապ ունի թե ինչպիսի բովանդակության ծավալի հարց է հնչում եւ ինչպիսի պատասխան պետք է դրան տրվի։ Մոտ 1.5 ժամ տևած ուղիղ եթերում հնչած 12 հարցն ընտրվել է ուղարկված մոտ 5 տասնյակից։ Սահմանված եթերաժամանակում տեղավորվելու համար եւ որ բարձրաձայնվող հարցերի ընտրությունն էլ հիմնավոր լինի, նույնաբովանդակ 5-6-ից առանձնացվել է մեկը, կազմակերպող կողմը բացառում է կողմնակալությունը։ Առաջին հաղորդումից հետո իհարկե նկատել ենք որոշ մտահոգություններ, որոնք բարձրացրել են մեր համակարգացիները, համաձայն որի տարատեսակ հարցեր զտվում են, այսպես ասած, կամ խմբագրվում։ Այդպիսի process բացարձակ գոյություն չունի, քանի որ հենց Հայաստանի Հանրապետության կառավարության եւ ազգային ժողովի կողմից նախաձեռնված այս նախաձեռնության հիմնանպատակը քաղաքացիների միջոցով ուղիղ հարցերի լսելն է։ Հիմնականում այնպիսի հարցեր, որոնք պարունակում են տարատեսակ ոչ կոռեկտություն եւ այլն, միայն բացառապես այդ հարցերն են, որոնց սանրադարձ չի կատարվում։ Անուն, ազգանուն, բնակության վայր, ցանկալի է նաեւ նշել զբաղմունք եւ աշխատանքի վայր։ Հարցերը ձևակերպիր հստակ եւ հակիրճ, եւ Հայաստանի Հանրապետության պաշտոնյաները կպատասխանեն հենց քո հարցին։
Այս պարզ քայլերն են ընդհանրեն առաջադրվում տեսահարց ուղարկողին +374 44 900 800 հեռախոսահամարին կցված WhatsApp հավելվածով էլ հավաքագրվում են հարցերը։ Հերթական արդեն երկրորդ հարցու պատասխանը քաղաքացիների ու պաշտոնյաների միջև կկազմակերպվի առաջիկայում, թե որ ոլորտից կլինեն հարցերը, ովքեր կլինեն պատասխանողները կհստակեցվի շուտով, մինչև այդ կրթության, գիտության, սպորտի, մշակույթի բնագավառում վերհանված խնդիրներին կտրվեն լուծումներ, կլինի նաև հաշվետվություն։ Եվ եղանակ վաղը տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-ից 6 նիշով։ Այսքանը դուք դիտում էիք Update լրատվականը, հաջողություն։